ինչ որ ասված միացուց մարդը թող չբաժնե, հանուն հոր և որդվո և ոգույն սրբո, ամեն։ Մատյոսի ավետարանի այսօրվա ջարդու ավետարանը լուսարձակի տակ գարնե ընտանիքը։ Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս պատասխան տալով փարիսեցիներուն վերադարձուց վսակը իր նախնական վիճակին։ Արդարև Կերպծնոտոցի մեջ մենք գարտանք, որ Աստված Ադամ Եվան ստեղծել է ետք, իրենց չտվավ բացարձակ ազատություն, այն իմաստով, որ կացեք ինչպես գուզեք ապրեցեք, ոչ, այլ իրենց տվավ հրաման, աճեցեք, բազմացեք, հստակ հրաման, ընտանիք կազմելու։ Փարիսեցիները, որոնք ունեին մեծ իշխանություն իրենց շրջանագեն ներս, մանավանդ երիտասարդության վրա, այս բանաձևին և օրենքներու միջև հսկա տարբերությունը հարաճուցած էին։ Իրենց կմահաճույքին համաձայն հորինել օրենքներ, դասավորումներ կարգադրել և հարմարցնել օրենքը ըստ իրենց և այդ միտումով եկան Քրիստոսի և հարցուցին. մարդ կրնա իր գինը արձակել որևէ պատճառի համար։ Հիսուս իրենց հարցուց. Մովսես ինչ օրենք տվավ ձեզի, ինչ սա Մովսես, փարիսեցիները իրենց խորամանկությամբ և լսեցին Մովսեսի անունը, այսինքն ամենամեծ օրենստիրը 5 գդագարանի մեջ, ասին որ Մովսես մեզի իրավունք տվավ, արձակման կիր տալ և արձակել մեր գիները։ Հիսուսը ասավ, Մովսես այդ քայլին դիմեց ձեր գարձրասրտության հետևանքով, բայց սկիզբեն այդպես չէր, երկնավոր հայրը այդպես չէ սահմանած, ան ըսավ ինչ որ ես կմիացնեմ, մարդիկ թող չմբաժնեն։ Ինչու փարիսեցիները այդ հարցումը հարցուցին։ Հրեա ժողովրդի մեջ կար երկու տեսակետ։ Հիլիլի դպրոցը իրավունք կուտար տղամարդուն որևէ մեկ պատճառի համար իր գինը արձակելու։ Ինչպես կնեն այսօր իսլամները։ Մեծ է փոքր է կմահաճույքի համար կարևոր չէ։ Իր քեֆին չեկավ, կարձակե իր գինը։ Շմիլի դպրոցը գսահմանափակեր ամուսնալուծումը միայն շնության բարակային։ Ատկիծատին ոչ։ Լսեցինք նաև այսօրվա առաքելական թուղթը, դարձյալ ընտանիքի նվիրված։ Եթե երկու ընթերցումները այսօր վերլուծենք, երկար ժամանակ պիտի տևե։ Ես պիտի բավարարվեմ այսօր ավետարանով։ Եվ ասել սիրելիներ, ինչ է ընտանիքը։ Ընտանիք կյանքի ընթացքին որոշ դարիքիմը կատարելու բարդականությունը չէ, որ պետք է անպայման կատարենք։ Ընտանիք հասկացողությունը առաջի հերթին աստվածային հաստատություն է, երբ Աստված ստեղծեց մարդը արու և էդ, և իրենց մեջ դրավ ակսապերության այդ կարողությունը, որդեծրության կարողությունը։ Ընտանիքը աստվածային բարդականությունը կատարել է։ Այսինքն, ընտանիքը երբ աստվածային հաստատություն է, որում մեջ մարդը կգործե, սրբություն է նաև,
որովհետև Աստված հիմնեց եւ հրավիրեց մարդը իր գիտակցությամբ, իր պատասխանատվությամբ, իր նվիրումով շարունակել այդ գործը։ Որ գործի մասին է խոսքը։ Երբ եկեղեցին բսակը բարձրացուց խորհրդի մագարտագին, սրբության մագարտագին իմաստություն ուներ։ Եվ այդ իմաստությունը կգայանա այն բանի մեջ, որ երբ զույգը արու եւ էդ իրենց փոխադարձ անշահախնդիր սիրով գկան եկեղեցի օրհնությունը կստանան աստվածային ընտանիք կազմելու բսակվիլ ամուսնության համար, հետևաբար զավակ ունենալու որդեծնությունը կատարելու ադով մարդը մասնագից կդառնա Աստուծո մարդ ստեղծելու գործի մեջ։ Աստված մեկ անգամ ստեղծեց մարդը եւ այդ մարդուն տվավ բարդականությունը որդեծնության։ Ադոր համար ընտանիք գաղափարը կգրավե իր սրբության մագարտակը մեր քրիստոնյա միջավայրի մեջ։ Ընտանիքը սուրբ է նաև որովհետև մեր Տերը Հիսուս Քրիստոս մարմնացավ ընտանիքի միջոցով։ Երրորդ, որովհետև մեր Տերը Հիսուս Քրիստոս իր աստվածային փառքը առաջի անգամ ցույց տվավ հարսանեկան խրախճանքին, երբ ջուրը գինի փոխելով ուրախացուց հարսնևորները։ Հետևաբար սիրելի հավատացյալներ, ընտանիքը նաև այն կարևոր բջիջն է, հաստատությունն է մարդկության մեջ, որ մեր ենթակա է մարդկությունը։ Ընտանիքն է, որ կսերին զավակները, ընտանիքն է, որ կհայթայթե մարդ ուժը, մարդկության ամբողջ։ Ընտանիքն է, որ կպահե բարոյական արժեքները, ընտանիքն է, որ կպահե սրբության գաղափարը ամուսնական կյանքի մեջ, ընտանիքն է, որ կպահե համամարտկային արժեքները իր ընթացքի մեջ, եւ այդ ընտանիքեն սերած զավակները դաստիարակված քրիստոնեական դաստիարակությամբ, բարոյականությամբ պիտի կան եւ ապակա ընտանիքներում գառույցը հաստատելու, հիմնելու եւ շարունակելու աստվածային պատվիրանը գիտակցությամբ, նախանցախնդրությամբ եւ մեծ պատասխանատվությամբ։ Ոչ միայն մարմնական հարաբերություն է ամուսնությունը, ոչ միայն երկրավոր հաճույք է ամուսնությունը, ադոն կա, բայց դոսմե առաջ ընտանիք գազմելը Աստուծո պատվիրանը, հրամանը կատարելն է։ Հետևաբար, եկեք եւ գարկ ակնարկ նետենք ընտանիքի վրա։ Ինչ պատկեր կներկայացնե այսօր ընտանիքը եւ մանավանդ հայ ընտանիքը։ Դարվեցանք ամեն ուրեք, ամեն դեր, արտիականացված գաղափարներով։ Եվ ուսեմ սիրելիներ, մարդկային մեր կյանքի մեջ երկու հաստատություններ կան, որոնք այսօր խավարային ուժերում թիրախ են, եկեղեցի եւ ընտանիք։ Ինչու՞, որովհետեւ այս երկու հաստատություններն են, որոնք կպահեն մարդուն արժանապատվությունը, իր բարոյականությունը եւ կհաստատեն աստվածային պատկերի հիման վրա ստեղծված մարդը իր վեհության վրա։ Գմորնանք առաքյալի խոսքը, գմորնանք աստվածային շնորհքը,
երբ հեսան կնմանցնենք եկեղեցվո և հարսը հեսան ներողություն Քրիստոսի և հարսը եկեղեցվո։ Միություն, սիրո հավերժական։ Եվ ինչպես Քրիստոս սիրեց իր եկեղեցին ասելով քարիշենքը չէ, մարդ եկեղեցին։ Եվ իր կյանքը տվավ այդ եկեղեցին համար խաչ պարտրանալով, նույնպես տղամարդ Քրիստոսը իր կյանքը պիտա իր հարս եկեղեցին համար։ Ուր ենք այսօր մենք այս մտածումներ են։ Ցավի սրտի, այսօր խավարային ուժերը սկսան հարվածել այս երկու հաստատությունները և մենք թույլ ենք և չենք պաշտպանել։ Թույլ ենք, մեր ամբողջ կառույցներով։ Սկսան հարվածել եկեղեցին, քննադատել եկեղեցին, շինծու ստախոսություններ հարաճացնելով, դկարացնելու համար, բայց գմորնան, որ այս եկեղեցին և ընտանիքը Քրիստոսի հրամանով հաստատված է, չեն գտնար խանթել, ինչքան որ գործեն։ Քրիստոսի խոսքով հաստատված է, չեն գտնար խանթել, կդկարացնեն այո, կփոխեն քիչմը այո, ինչպես որ գնեն այսօր։ Ինչու համար սիրելիներ այսօր մենք պիտի ընդունենք, որ ինչ-որ ձևով հարսանիքը կամ բսակը դառնա արևդուրի, շահի։ Ինչ պիտի դաս։ Եվ այդ մեր հարաբերությունը, այդ մեր կապվածությունը, այդ մեր ընտանեկամիությունը կհիմնենք շոշափելիի վրա։ Մոռնալով հիմնականը անշոշափելին, որ կպահե։ Արադություն կուզենք այնտեղ։ Նոր օթո, նոր դուն, նոր կահույք, նոր ոսկեղեն, նոր այս, նոր ան, ապա թե ոչ, առաջի դժվարություններ ու ժամանակ հինադեն մայրերը խրադեին աղջիկս համբեր է, իսկ այսօր կսեն, լսե, եթե ուզածը չուզե, ծկետուն եղու։ Վայ անոր ասված գսե, որ գպորցե ընտանիք մքանթե։ Երբ գսե, որ ինչ-որ ես միացուցի, մարդ մի բաժնե, ովև է մեկ ձևով, ովև մեկ նպատակով։ Ինչու այսօր բսակը պիտի չկատարվի Սուրբ եկեղեցու մեջ, Սուրբ խորանի դիմաց, և պիտի երթան ինչ-որ մի այգի, մի լճակի ափին, բացօթյա, և իրենք իրենցմով այդ ուրախությունը անել, և ոչ թե խորհուրդը։ Խորհուրդի տեղը եկեղեցին է։ Եկեղեցին դուրս խորհուրդ չի կատարվիր, ըստ մեր հայրերուն ուսուցումին։ Եվ ասիկա ամենը գմիտի բարբել խորհուրդը իր իմաստեն, արժեքազրկել ամուսնության սրբությունը։ Դուք կսեք եկեղեցի, ահա ասիկ մենք մեր ուսածները գնենք բսակը, և մերիններն ուրախությամբ գերթան, ու կհետևին։ Հետևանքը օրհնություն չի գա, սրբություն չի գա, հանձնարարությունը դգար է և ընտանիքը թույլ է և ադակ է քայքայվելու։ Ընտանիք, առաջին պարոյական տբրոց, ուր այնտեղ կսորվեինք ամոթը, այնտեղ խիղճ կսորվեինք ունենալ, արթուն խիղճ, և այսօր ինչ։ Այսօր մի դե գասնի նոր սերունդեն, որ կա ինչ-որ պար կգոչվի ամոթ, խիղճ, իմիջի այլոց, ձեզ ասալսեմ, այս բադրդատ ջինզերու կաղապարը ինչ-որ սադանայաբաշտ մի երջուկի հնարեց, որուն ամուսինը կամ ընգերը չգիտեմ, տերցակի հաստատություն ունի, գարի հաստատություն ունի, ասի կաղապարը հանեց, անի ծրակվեց, գծեց, գարեց, շուգա իջեցուց, երդասարտությունը հական,
անոնք հարստացան, ասոնք բարոյաբեց աղքատացան։ Գիշեսնե ամոթ բարը այստեղ, բադրտած հակուսներով դուրս կալը, եկեսնո եպիսկոպոսներ են մեկը սավ, թեգուզ մի քիչ ծաղրական, որ այսօր աղջիկները գար չեն գիտեր ընելու, ադոր համատ բադրտած բաներ են հագնում, չեն սորված դունը գար ընել։ Ուր պիտի սորվիկ մենք մարդկային նկարակվի գեդերը եթե ոչ դունը մորմեն։ Ուր պիտի սորվիկ ընտանեկան արժեքները եթե ոչ դուն և եկեղեցի։ Ուր պիտի սորվինք, որ դառնանք իսկապես մարդ, եթե ոչ դունի մեջ և եկեղեցի են ներս։ Ես կխոսեմ մարդ իր նկարակրով, ոչ թե մարդը իր վկայականով։ Շատ են մարդիկ, որոնք իրենց օֆիսներու բադերը կամ կլինիկներու բադերը լեցուցած են դասնյակ վկայականներով, բայց ոժագործներ են, որոնք մարդիկ կսպանեն, որոնք վիժում կկատարեն, որոնք սաղմը կսպանեն։ Եվ ահավասիկ այս արդի մտածերագերբի մեկ արդյունք է։ Ուր լսած էինք մենք մեր մարդկության, պատմության մեջ միայնակ մայր, single mother եղել։ Ուր լսած էինք մենք, աղջիկս, եթե համարաշ չես, ծգե ամուսինդ, ազադիր սաղմից, կնագյանքդ ապրիր։ Սիրելիներ, այր և գին, որոնք եկան և եկեղեցու մեջ հանցն արին, որ իրենք ամուսնական կյանքը պիտի պահեն մինչև փորձառություն, ադոմ կգոչվին ծնողք, ծնողը, կյանք բարգևող և ոչ թե կյանք խլող։ Դու զավակ ունենալով Աստծո հետ մասնակից կդառնաս մարդը ստեղծելուն, երկրորդ անգամ գսեմ։ Եվ իրավունք չունիս տուն այդ մարդը սպաննելու որևէ մեկ պատճառով։ Պատասխանատվություն ունիս։ Ոժրագործություն է սաղմը սպաննելը։ Ոչ մեկ ժամանակ, ոչ մեկ արևմտյան պետություն և ոչ մեկ հաստատություն չեն խոսիր single mother-ներու կյանքի արդյունքներու մասին, անոնց գրած դարաբանքներու մասին, չեն խոսիր վիժումի թիվերու մասին, որը միլիոններով է ամեն մեկ պետության մեջ յուրաքանչյուր դարի, չեն խոսիր միասեռականներու կյանքի մեջ առաջացած բազում հիվանդություններու մասին, այլ կքաչալերեն միայն, որպեսզի փճացնեն մարդը, սպաննեն իր մեջ աստվածային գոյությունը, իր նկարագիրը, իր պարոյականը։ Ժամն է, սիրելի հավատացյալներ, արթնալ մեր արժեքներում, հավատ և մարդ արժեքներում, ընտանիք արժեքին, ընտանիքը կոնտրատ չէ զավակներում հետ, 16-18 տարեկանին կնա ուզածիդ պես ապրիր, ընտանիքը պատկանելություն է, ընտանիքը դողմ է, ընտանիքը ազգ է, հայրենիք է, պետություն է, ասոն կգազմեն ընտանիքը, ասոն կգազմեն պետությունը, հռոմեական հզոր կաշությունը տարեր դևեց, հզոր, ամուր, որովհետև ընտանիքը ամուր է, և երբ սկսվեց ընտանիքը քանդվել, փուլ եկավ ամբողջությունը նաև, և այդ վիճակը արտիմարտության, գաբրի արժեքազրկված, չկա կողունակության սահման, միան դուզե, չի դա, միան կպնդրե իրը, ոչ թե մերը, այդ ընտանիքը, ուր այնտեղ առաջի սիրոտնասը պիտի սորվինք, որ պիտի արմատանա մեր հոգիներու մեջ, զաղգի ու բդղապերի մարդկության մեջ, այդ ընտանիքը այսօր տատրեցավ այդ գոյությունեն, այդ բարդականությունը կատարել է։ Գային ընտանիքներ միասին գաղութեին։ Այսօր եկեղեցու մեջ լրիվ աղոթող ընտանիք ունինք,
քանի տոկոս կներկայացնե։ Աղոթող ընտանիքը, ծնող զավակներ միասին։ Ունենք այստեղ թողցեր բարձրացնեն։ Հավաքված ընտանիք։ Մի հոգի, մեկ ընտանիք։ Երկու ընտանիք, երեք ընտանիք, 10 ընտանիք։ Ինչ թիվ կներկայացնե մեր հասարակության մեջ։ Շատ չնչին։ Մյուսները ուր են։ Ամբողջ շաբաթը կաշխատին հոգնած են, բայց զոհվեզերքներն են, լերներն են, բդույդի են, իրավունք է, չեն կսեր ոչ, բայց նաև բարդականություն է աղոթելը, հոգիի մասին մտածենք, սիրելի ավանդացյալներ, հոգիի փրկության մասին մտածենք, սիրելի հայորդի, այն հոգին, որում Աստված տվավ քեզ, որով տվավ քեզի բանականություն, որով քեզ նախընտրեց ամեն արարածներեն ավելի առաջ։ Քեզի տվավ այդ շնորհքը, այդ իմաստությունը, այդ բարդականությունը, դեր գանքիր ադոր, դեր գանքիր ընտանիքին, դեր գանքիր աբակայիդ, դեր գանքիր տունքու, մարկային և պարոյական նգարակին։ Գուզեք այս ամենում ունենալ, գազմեցեք ամուր ընտանիք, ուր գաբրին այս ամեն արժեքները և այդ ժամանակ ապահով գլակ, որ ունինք նաև շարունակելու հնարավորությունը որպես հայ, որպես քրիստոնյա։ Սրբույթ Թերեզան կսե, երբ ընտանիքը միասին կաղոթե, միասին կմնա։ Աղոթեցեք միասին սիրելի ընտանիքներ, որ մնաք միասին, միամուր, միագամ և պաշտպանվիկ թե երևելի և թե աներևույթ փորձանքները, դժվարությունները, թիրախները, սատանան արթուն է, կգործե, սատանան արթուն է և կհարված է տարբեր միջոցներով, ըսկուշ եղեք և արթնցեք։ Թող աստվածային օրհնությունը, գիտակցությունը, ըլլա բոլոր դուներեն ներս, թող աստուծո գոյությունը, ներկայությունը ձեր դուներում մեջ ըլլա առաջնահերթություն, այն դուն, ուր Աստված գա, այդ դունը ապահով է։ Մնացեք Աստուծո հետ, եղեք Քրիստոսի հետ և կստանաք Սուրբ Հոգի շնորհները, որ կպահե ձեզ ամեն փորձանքները և կպաշտպանե ձեզ հիմա և հավիտյանս հավիտենից։ Ամեն։